Օրինակ շատ կարևոր է մոդելավորել, թե ինչ նշանակում ապագա կա եւ ինչ նշանակում ապագա չկա։ Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այսինքն ապագան, եթե մենք ուզում ենք բերել ապագա հայեցակարգային հասկացությունը ուզում ենք բերել դնել գործնական հարթության վրա, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու ունես նախագիծ, որ պետք է իրականացնես, կոնկրետ նախագիծ։ Եվ այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է եւ ապագայի նախագիծ։ Ապագա չկա այն դեպքում, որ չգիտես ինչ ես անելու, բա հիմա ինչ ես անելու, աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես թռնելու, ներքև ես թռնելու։ Երբ որ չկա, դա նշանակում է չկա ապագա։ Իսկ երբ որ դու կողմնորոշված ես, թե ինչ ես անելու։ Իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք։ Այդ կողմնորոշման մի մասը ակնհայտ է, մյուս մասը ավելի մանրամասն ներկայացնելու համար մեզ ժամանակ է պետք, եւ այդ ժամանակը մենք պետք է քաղաքական եւ ռացիոնալ օգտագործենք։ Եվ կարծում եմ, որ իհարկե ընդ որում շատ լավ է այս առիթով ենք խոսում, որովհետեւ արհեստական բանականությունը ակնհայտորեն ապագան է։ Եթե Հայաստանում կա արհեստական բանականության ոլորտում այսպիսի ներդրում, դա շատ բաների մասին է վկայում, շատ բաների մասին է վկայում։ Վկայում է, իսկ ինչպիսին է Հայաստանի անվտանգության հեռանկարի մասին մարդկանց եւ ներդրողների պատկերացումը։ Ոչ մեկ հենց այնպես չի բերի, եթե հիմա հետևենք մեր ընդդիմությանը եւ մամուլի որոշ հատվածներին, ովքեր առավոտից իրիկու մենակ մի բանն ասում, որ մենք կործանվում ենք, այդ մարդիկ ինչ են բերում, այդքան ներդրում անում։ Կտանեն այնտեղ, որտեղ չեն կործանվում։